Հաջորդ ցուցանիշը վերաբերվում է դատապարտումների ցուցանիշին եւ այստեղ նշենք, որ ուրեմն դատարանում մեղադրանքների պաշտպանության արդյունքում դատապարտման միջին մակարդակը կազմել է շուրջ 60-ից 65%, ինչը միջինից բարձր ուրեմն գնահատական է։ Նույնը չի վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված հետապնդումներին եւ դատապարտումներին։ Նշենք, որ նախ գլխավոր դատախազությունը առանձնացված վիճակագրություն չի վարում նմանատիպ դեպքերի համար եւ ներկայացնում է ընդհանուր պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկատվություններ եւ ուրեմն արկա տվյալների վերլուծության հիման վրա մոտավորապես 42 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ է նախաձեռնվել հետապնդում 21-ից 24 թվականին, որոնցից մոտ 69%-ը նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին։ Այսինքն տվյալները վկայում են, որ հիմնականում նման հետապնդումները վերաբերվում են նախկին պաշտոնյաներին, մինչդեռ հանրային մակարդակում բացակայում է այդ գործերի արդյունքների եւ կիրառված պատիժների վերաբերյալ բացահայտ եւ հասանելի տեղեկատվությունը։ Ընդհանուր առմամբ նշենք, որ այս տարիների ընթացքում աճել է բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված գործերի թիվը, այնուամենայնիվ վերջնական արդյունքների բացակայությունը, թափանցիկության պակասը վնասում են հակակոռուպցիոն քաղաքականության ըստելիությանը եւ թույլ չեն տալիս հաստատել իրական պատասխանատվության կիրառման առկայությունը։ Ինչ վերաբերվում է փոխհատուցումներին, նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ընդհանուր հայցագինը 24 թվականի դրությամբ կազմում է շուրջ 586 միլիարդ դրամ, սակայն ուրեմն նշված ժամանակահատվածում վերականգնված վնասների համադրությունը ընդհանուր վնասների հետ կազմում է ընդամենը շուրջ 25%, այսինքն բավականին ցածր է, Ինչ վերաբերվում է կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված վնասների, ապա այստեղ համադրությունը վկայում է, որ 24 թվականի դրությամբ վնասների հատուցումը կազմել է շուրջ 13%։ Չնայած, որ 21 թվականին այն 9% էր, այսինքն աճ է գրանցել, միևնույն ժամանակ բավականին ցածր է մնում վնասների ուրեմն վերականգնված վնասների համադրությունը։ Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել